Կարևոր, որ նաև մենք ունենք շատ կարևոր այսպիսի մի մոլորակային դիրքավորում Մերկուրին ամսի 9-ին, մենք այստեղ տեսնում ենք նոյեմբերի 9-ին նահանջող է լինելու 6 աստիճան, եթե մենք դիտարկում ենք 6 աստիճան աղեղնավորում, մինչև այն նահանջ ընթացքով կընթանա մինչև նոյեմբերի 29, և նա կհասնի 20 աստիճան կարիճ։ Ուշադիր եղեք սիրելի հետևորդներ, ինչու եմ նախորոք այս հաղորդումը հանել, որպեսզի դուք կարողանաք ձեր կարևոր գործերը կատարել մինչև նոյեմբերի 9-ը։ Հոկտեմբերին և նոյեմբերին շատ դրական դիրքեր ունենք, այդ դիրքավորումները կարող եք օգտագործել։ Ճիշտ է, շատ կարևոր գործեր կան, որոնք ուզեք թե չուզեք դուք պետք է անեք նոյեմբերին։ Գոնե դրական դիրքավորումներով կփորձենք կոմպենսացնել Մերկուրու նահանջ ընթացքը։ Վերջերս ինձ մի հոգի ասեց, որ ամառային այդ ժամանակներն էլ հուլիս-օգոստոս ամիսը, որ ցանկանում ենք բիզնես դնել, շատ կարևոր գործընկերային բանակցություններ էին վարվում, եւ ինչ էր եղել, որ ոչ մի կերպ չէին կարողացել օգոստոսի մինչև 11-ը այդ ամենը կատարել, որտեղ Մերկուրին նահանջող էր։ Նա ասեց, որ ճիշտ է, մենք որոշ վերապահումներով էինք մոտենում ձեր ասացին, բայց արի ու տես չստացվեց։ Եվ նաև մի այսպիսի դեպք էր եղել, աստղաբանությամբ զբաղվող մի աղջիկ պատմեց, որ երբ որ նահանջող Մերկուրի էր, պարբերաբար նա ամուսնու զգուշացնում է, որ ուշադիր եղի, նահանջող Մերկուրին ազդում է մեքենաների վրա, տեխնիկայի վրա կարող է ազդել, ամուսինը կրկին վերապահում է մոտենում եւ ինչ է լինում, երբ նահանջող Մերկուրի է լինում, այդ մեքենայի շարժիչը եւ տարբեր սարքավորումներ սկսում են չաշխատել եւ շատ մեծ ջանքեր է թափում ամուսինը մոտակա 20 օրվա ընթացքում, որպեսզի կարողանա մեքենան կարգի բերել, բայց արի ու տես հենց Մերկուրին 21-ից 23 օր է տևում, կախված կենդանակերպի եւ Մերկուրու արագությունից, եւ հենց արդեն Մերկուրին սկսում է ուղիղ ընթացքով ընթանալ, նրանց մեքենայի շարժիչն է աշխատում, ամեն ինչ ընկնում է իր տեղը, եւ այդ օրվանից նա ասում է, որ իմ ամուսինը արդեն իսկ համամիտ է իր բոլոր կանխատեսումների